Դուք եք տեսնում այդ կապերը, ես այդ կապերը չեմ տեսնում։ ՔՊԱ-ականներն իսկապես չեն տեսնում, թե չեն ուզում տեսնել, որ շատ ուղիղ կապ կա Ադրբեջանի հոգևոր առաջնորդի, Մայրաթորի հասցեին հնչեցրած հերթական մեղադրանքների եւ այսօր Արագածոտնի թեմի հոգևորականների ձերբակալությունների միջև։ Դատարկ խոսակցություններ եմ։ Ըստ ՔՊԱ-ական Լուսինե Բադալյանի, Հայաստանը որոշումներ կայացնում է բացառապես ներքին օրենսդրության շրջանակներում եւ խորհրդատվության կարիք չունի, հատկապես հարևան երկրների կողմից։ Առաջարկում է ազատվել վատ սովորություններից եւ Հայաստանում տեղի ունեցողը չկապել Ադրբեջանից եկող հրահանգների հետ։ Հասկանում եմ ինչու է դա, անընդհատ կապել, այսպես հիշեցնել Փաշազադեին, նրան բերել ինչ-որ օրինակներ, որպեսզի ժողովուրդը այսպես ամրապնդվի այն կարծիքը, որ ամեն ինչ իշխանությունները անում են Ադրբեջանի պատվերով։ Որքան էլ ՔՊԱ-ականները կուրծք ծեծելով հերքեն այդ կապը, ըստ փորձագետների, հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը պարբերաբար Փաշինյանի թիմն ակտիվացնում է Բաքվի պահանջով։ Երբ Ադրբեջանում զգում են, որ Հայաստանում սկսած հակաեկեղեցական արշավը արդյունք չի տալիս, Մայրաթորը չի տրվում սադրանքների, տարբեր միջոցներով, այդ թվում իրենց հոգևոր առաջնորդի բերանով, նորից բորբոքում են կրակը։ Բայց սա ոչ թե Հայաստանի, այլ Փաշազադեի պրոբլեմն է համարում ՔՊԱ-ական Լուսինե Բադալյանը։ Դա իր պրոբլեմն է, այդ հարցերը տվեք իրեն, որովհետև իմ պատկերացմամբ, իմ արժե համակարգի մեջ չի մտնում, որ քրիստոնյան կարող է խանգարել կամ դեմ լինել խաղաղությանը։ Այդ դեպքում ինչու են ՔՊԱ-ականները Փաշինյանի գլխավորությամբ անվերապահ աջակցություն հայտնում այն հոգևորականին, որը ըստ փորձագետների միացել է հայ առաքելական եկեղեցին ներսից քանդելու իշխանության սանձազերծած արշավին։ Միանշանակ եւ աներկբա իմ աջակցությունն եմ հայտնում Տեր Արամին եւ այն հոգևորականներին, ովքեր աջակցում են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու խնդիրների հասցեագրման օրակարգին եւ որևէ կասկած չկա, որ ես իմ ուժերի ներածի չափով կկանգնեմ բոլոր նման հոգևորականների կողքին։ Եկեղեցին բոլորինն է։ Փաշինյանի աջակցությունից հետո միայն Հովհաննավանքի քահանա Տեր Արամը շտապեց հանրային հեռուստաընկերություն, որտեղ խոսեց եկեղեցու ներսում իր արձանագրած խնդիրների մասին։ Հոգևորականը, որ 44-օրյա պատերազմից հետո Facebook-ում գրել էր, թե «Էս երկրին Կադիրովի նման առաջնորդ է պետք», հասկացա, որ հմեկում հայտարարեց, թե ինքը ընդդիմության ակցիաներին մասնակցել է ոչ թե իր կամքով, այլ վերադասի հրահանգով։ 37-ը մեր բոլորի աչքի առաջ է։ Այն տուն պահող բոլոր անաստվածները, քննիչ, այն դիմակ հակած ԱԱԾ-ականները թող հասկանան, որ տեսախցիկի առաջ են դիմակով։ Գնում են տուն երեսներին երևի տունել են թքում, թող չարդարանան տուն են պահում, ոչ մեկ ԱԱԾ պետից, քնչականի պետից մինչև վերջի ստահակը։ Փաշինյանի ընդդիմախոսները վստահ են հայ առաքելական եկեղեցու դեմ Ադրբեջանից իջնող հրահանգները կատարելով, Փաշինյանը փորձում է ապահովել իր իշխանության վերարտադրությունը։ Մարդ, որը փորձում է վերարտադրվել եւ ապրում ու կռիվ է տալիս այս երկրում միայն իր իշխանությունը պահելու համար, պետք է ոտնձգություն կատարի հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։